Բարև սիրելիներս, այսօր մենք պետք է գնանք ճուտիկիս բժշկի մոտ հերթական այցի։ Մենք արդեն հասել ենք, սա սպասման սրահն է, այստեղ կան լեգոներ, խաղեր, մեքենաներ, գրքեր նաև կան, երեխաները կարող են կարդալ, խաղալ։ Հետո կգրանցվենք, հիմա արդեն բժշկի կաբինետում ենք։ Ճուտիկիս մատիկից արդեն արյուն վերցրել են, սպասում ենք բժշկին, որպեսզի պատասխանն իմանանք, երկաթներ իր մոտ ցածր։ Արդեն 3 ամիս է ես տալիս է իրեն երկաթ ու լավ արդյունքներ ունենք, շատ քիչ է արդեն պակաս երկաթը։ Դրա համար կշարունակենք եւս 3 ամիս, հետո նորից կտեսնենք ինչ եղավ։ Դրանից հետո եկանք խանութ, սպառում ենք, մի փոքր գնումներ կկատարենք, երեկոյան պատրաստել էի գազարով կաղամբով աղցան, նաև կաղամբեի տապակե, գազարով, սոխով։ Գնումները կավարտենք եւ արդեն կգնանք տուն։ Այստեղ սունկն արդեն կտրատել եմ, կտապակեմ եւ վրան կավելացնեմ սերուցք ու պանիր, այստեղ սոխառած եմ անում, սոխավառածի վրա կավելացնեմ հնդկահավի կտրտված միս, մանր եւ նորից սերուցք։ Այստեղ խաշած բրինձն է, առավոտն եմ խաշել։ Սա երեկվա պատրաստված տապակած կաղամբն է գազարով եւ սոխառածով։ Հիմա ցույց կտամ, թե ինչ են գնել։ Գնել ենք տանձ, սալոր ենք նաև գնել, սոխ ենք գնել, հնդկահավի կրծքամիսն է, 25% զեղչով ենք գնել, կկտրատեմ հնդկահավի միսը եւ կավելացնեմ սոխառածին։ Նաև գնել էինք հաց, հյութ, սերուցք եւ քաղցրավենիք։ Ճուտիկիս համար կպատրաստեմ հյութ, տանձի եւ սալորի։ Չգիտեմ առաջին անգամ եմ պատրաստելու, իրեն դուր կգա թե չէ, բայց փորձենք։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը, հուսով եմ ձեզ դուր եկավ այս տեսանյութը, եթե դուր եկավ գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ ալիքին, շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, ցտեսություն։